Դանիելյան։ Ձեզ պետք է ալու ժամերով խոսում եք եւ ընդդիմադիրները խոսում են 2 վայրկյան անցնում է, սկսում եք արդեն տեղ, ես չգիտեմ, ազդանշաններ տալը։ Երկակի ստանդարտներ է, էլի։ Սիրելի հայրենակիցներ, ես որևէ մի կերպ չեմ ուզում պաշտպանել ոչ հեցի, ոչ վիոլաջերին, ոչ այն մեկին, ոչ այն մյուսին։ Դուք գիտեք, այս տարիների ընթացքում ինչքան ենք այդ խնդիրների մասին խոսել։ Այն դիմումները, այն բողոքները, որ մենք ուղղել ենք հանրային ծառայությունները կարգավորող մարմնին, մատնանշել ենք բոլոր այդ խնդիրները եւ իմիջիայլոց 2 հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ղեկավարին եւ նախկինում պարոն Բաղրամյանին եւ պարոն Մեսրոպյանին ընդամենը օրեր առաջ ա եղել, ասել ենք այն խնդիրների մասին, որ կա։ Եվ դրանի պատասխան մեզ ասել են, որ այդ խնդիրները լուծված են, այն բաժանորդները, որոնք որ ունեն խնդիրներ, այդ փոխհատուցումները տրված են, ամեն ինչ նորմալ է, անտիր է, ոչ մի խնդիր չկա։ Դա համար եք ասում, որ սա մաքուր քաղաքական է, որովհետև այն ժամանակ, երբ որ ոք այդ խնդիրները բարձրացնում էինք, դուք ստեղ նստած որևէ մի ծպտուն չէիք անում, ձեն չէիք անում։ Ինչի համար չէիք ձեն անում, որովհետև այդ ժամանակ չկար հայտարարություն, ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Իդեպ մարդու ասածը պետք չի խեղաթյուրել, մենք մեր ձևով կմասնակցենք։ Այդ ձևակերպումներն էլ անգամ այդ 2 նախադասության մեջ խեղաթյուրում եք անում, 2 նախադասության մեջ։ Հիմա քանի որ ժամանակը շատ կարճ է, պարոն Խուդացյան, ասում եք խնդիր կա, ասում եք գողացել են, ժամկետները խախտվել են, էս են արել, այն են արել, փաստորեն դուրս է գալիս, որ ձեր հետ կապված այդ ժամկետները խախտումը բանը օքեյ է, բայց որ մեկ ուրիշն ան կատարում, բանը, բայց տեղ վիոլա ջրից էլ ենք խոսացել, ասել ենք, որ վիոլա ջրի հետ էլ կապված խնդիր կա, նրա հետ կապված, բայց սա ոչ թե խնդիրները կարգավորելու հարց է, այլ մաքուր քաղաքական խնդիր է։ Դանիելյան ավարտեք։ Հա, ձեզ կարելի է, չէ՞ մի 2 րոպե խոսակ։ Արշակյանը պետք է ընդհատես, չընդհատես, ես մեղավորն Արշակյանն է, պետք է ընդհատեր ինձ։ Իրականում, եթե չընդհատեք, բոլորն էլ ժամանակի մեջ կտեղարեն։ Տեղից դուք չեք ընդհատում, ձեր գործընկերներն են ընդհատում։ Դրա համար էլ թողում եմ, որ վերջացնի իր ասելիքը։ Ձեզ չեն ընդհատել, պարոն Դանիելյան։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, այս արտահայտությունն անում են մի քանի падգամավորներ, որ մի քանի օր առաջ ինչ-որ մարդիկ փորձում էին ահաբեկչություն անել, որոնց զոհը կարայիք դառնայիք նաև դու հիմա ասում են սիրելի քաղաքացիներ։ Ես ասում եմ քաղաքացիների համար, թող մի հատ մտածեն։ Տեսեք, այստեղ խորհրդարանական երկրում եկե ինչ-որ 8 տարի ջեբի օլիգարխի մասին սաղ падգամավորները խոսում են, ես լուրջ եք ասում։ Ու փաստորեն այդ 8 տարի ջեբի օլիգարխը եկե Հայաստան ու մի քանի падգամավոր էլ ջեբն է գցե։ Այսինքն դարձել են օլիգարխի ջեբի падգամավորներ, ու ելնում ասում են հեծը Սամվել Կարապետյանը բարերար, չգիտեմ ինչ, այն ով էր ասում, չգիտեմ, ասում է կուզենայիք բարև տայիք, Սամվել Կարապետյանն ուզում էր մոտիկանար այն ուսանող տարիքին բարևեր, այն ընկերներին, որ իրան չթողեին բան ասեին ուսանողական տարիքում, հետո դարձավ օլիգարխ, իրանց չէ հիշեց, եթե պետք լինի կարող եմ գավառել լիքը մարդիկ ասեմ ձեզ ասեն։ Հա, ասում է բանը, այսքան ժամանակ հեծը սենց, հեծը նենց, հեծը, որ հեծը լսել եք մի զոհվածի ընտանիքի լույս մի ամիս անվճար տրամադրի։ Մայրը կուրս կա տալիս երեխուն, բայց եթե այդ ամսվա լույսի վարձը չի վճարել, լույսը վրան անջատում են, հանապողների մասին։ Եկեք գնացեք օրինակ գավառի Գանձակ համայնք ու ասեք, որ չէ, պետքա հեծը չպետականացվի, այլ մնա ինչ-որ օլիգարխի։ Այդ ժողովուրդը կլարեն ձեզ ուղղակի այնտեղից, գիտեք խի, որտեղ այնտեղ քամին, որ մի հատ խփում է, սաղի լուսերն էթում է։ Ասում է բանը, պաշտպանում են, ասում է ահաբեկչությունը, այդ ձայնագրությունը սկզբից ասում էին բանը, ֆարս է, հետո հասկացան, որ այդ չեն կարողանում բան անել, այն մեկն էլ ասում է իշխանիկ է, ասում է հոկտեմբերի 27-ը 7 տարի իրանք են, թող բացահայտեն, որ մի կրակոցով, 2 կրակոցով մի հատ սրտին, մի հատ գլխին մարդ ենք նասպանում, ենքամ խորն եք թաղե, կբացահայտենք, չմտածեք, հեծնել կպետականացնենք, այդ հեծը չենք խլում, եթե ժողովրդից ժամանակին խլել են, այո, մենք խլելու ենք, հետ տանք ժողովրդին, շնորհակալություն։ Էդուարդ Աղաջանյան։
Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես պիտի համաձայնվեմ իմ գործընկեր պարոն Վարդանյանի հետ այն գնահատականում, որ սա իսկապես ուշացած նախագիծ է, բայց անկեղծ ասած ես ընդդիմադիրների խնդիրը այս կոնտեքստում չեմ հասկանում եւ ըստ էության իրենց ասացի եւ մեր ասացի մեջ մեծ հաշվով տարբերություն չեմ տենում հետեւյալ պատճառով։ Իհարկե հեծի մասնավորապես վերջի տարիներին մատուցած ծառայությունների որակի մասին հավերժ կարելի է խոսալ կամ որակի բացակայության մասին, բայց ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը իրականում գալիս է ապացուցելու, որ այս նախագիծը ուշացած է, ինչու, որովհետև ես դեռապես զարմանում եմ, ինչից են զարմանում մեր գործընկերները, այսինքն նորմալ է, որ օտարերկրյա քաղաքացին հանդիսանալով կարևորագույն ենթակառուցվածքի, ուրեմն սեփականատեր, քաղաքական հայտարարություններ անի, ընդ որում հարց է սա քաղաքական է, թե այլ որակումներով կարելի է միգուցե այս հայտարարությունները բնութագրել, բայց հայտարարություն, որ հետագայում կպարզվեր, որը գալիս է օժանդակելու մի խմբակի, որոնք հետագայում կպարզվեր, որ տերորիստական ակտեր էին նախապատրաստում Հայաստանի Հանրապետությունը, եւ այդ մարդը պետքա տիրապետեր եւ կառավարեր Հայաստանի Հանրապետության ամենակարևորագույն ենթակառուցվածքներից մեկը, եւ երբ որ սա դիտարկում ենք այդ թվում այն կոնտեքստում, երբ նշյալ անձինք պատրաստվում էին համատարած ամբողջ հանրապետությունով մեկ հոսանքի անջատումներ կազմակերպեին եւ այլ, ես կարծում եմ այս կապը չտեսնելը ուղղակի անմտություն է եւ ես առաջարկում եմ մեր գործընկերներին եւ այդ թվում ընդդիմությանը չտեսնել հակասություն մեր ասացի եւ ձեր ասացի մեջ, այո, սա ես կրկնում եմ Սամվել Կարապետյանի հայտարարությունը գալիս է ապացուցելու, որ այս նախագիծը ուշացած է։ Շնորհակալություն։ Աննա Գրիգորյան։ Ինչպես արդեն այսօր մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, թռնեք երկինք իջնեք ցած, ինչ փաթեթավորում էլ դնեք տակը, ասեք պետականացում, ասեք ազգայնացում, միևնույն է սա հեծը խլելու գործընթաց է եւ սա բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի։ Իրականում, այո, Սամվել Կարապետյանի ի պաշտպանություն եկեղեցու հնչեցված հայտարարությունից հետո սա քաղաքական հետապնդման հերթական դրվագն է, կրկնում եմ, ինչ էլ անունը տակ, սա ուղղակի ֆիքսվում է ամբողջ ժողովրդի կողմից։ Բայց որպեսզի մեծ լսող մարդիկ էլ հստակ փաստերով դա տեսնեն, ես պետք է ասեմ հետևյալը։ Ուրեմն պետական համակարգում կա մի կառույց, որը պետքա վերահսկի, որքանով արդյունավետ է աշխատում հեծը եւ այդ պետական կառույցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Եվ այդ հանձնաժողովը 2023 թվականին, 2024 թվականին զեկույցներ է հրապարակել, որտեղ չի ամրագրվել գետ մեկ դիտարկում, որը կարող է հանգեցնել լիցենզիայի կասեցմանը, չկա նման բան։ Ավելին եղել են աուդիտորական քննություններ, հարկային ստուգումներ, ելի չի բացահայտվել գոնե մի դրվագ, համապատասխան որի պետքա լիցենզիայի գործունեությունը կասեցվի։ Կամ լավ, մարդիկ ասում են մենք ավելի լավ կկառավարենք։ Եկեք հասկանանք ովքեր են այս մարդիկ, որ ավելի լավ էին կառավարելու։ Անիվով 25 միլիարդ օդ ցնդեցրած մարդիկ են։ 7 միլիարդ մեր պետության քաղաքացիների վզին փաթաթած մարդիկ են, որ հարցնում ես 7 միլիարդն ինչ է կարել, ձայն ծպտուն չկա, այս մարդիկ հիմա հավակնում են ավելի էֆեկտիվ կառավարում իրականացնել, լուրջ եք ասում։ Կամ պարոն Խուդացյանն եկել այստեղ մեծ խոսում է, կարող է մի հատ ինքը պատասխաներ, այդ ոնց է ստացվում, որ իր նախարարության ներքո պետք է լինի մին փոխնախարարի պաշտոն էներգետիկ ոլորտը վերահսկելու համար 9 ամիս այդ նախարարը չկա։ Այդ ում եք տանելու հեծում նշանակեք, որ էֆեկտիվ կառավարում իրականացնի, այդ էֆեկտիվ կառավարիչները կային, տանեիք ձեզ փոխնախարար նշանակեիք, որ այդ հարցը կարգավորեիք։ Սա պարոն Վարդանյան հանգեցնելու է նրան, որ մեր միջազգային հեղինակությունը էականորեն դժելու է եւ միջազգային դատական հայցեր են ներկայացնելու ճիշտ այնպես, ինչպես Սանիտեկը, Air Arabian, Լիդիանը։ Շնորհակալություն։ Մեր հեղինակությունը շատ բարձր է, երբ որ ձեր Վահե Հակոբյանը շատ կարևոր մի բան եմ ուզում ասել։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկա 50 տարում
էներգիայի գինը չի բարձրանալու։ Եկեք եւ այստեղից համոզմունք հայտնեք, որ չի բարձրանալու էներգիայի գինը։ Անջատեք խոսափողը։ Համեցեք պարոն Համբարձում։ Վայ Հակոբյան